Հարգելիներս, եկեք այսօր պատրաստենք հայկական ավանդական ուտեստներից մեկը՝ շատերի կողմից սիրված ավելուկով ապուրը։ Մեր ապուրի մեջ ես կավելացնեմ իմ հավաքած և չորացրած ավելուկի տերևները, ոստ, ձավար, կարտոֆիլ, թանձրության համար կօգտագործեմ ալյուր, 2 տեսակի սոխ, գլուխ սոխ և կանաչ սոխ, տոմատի մածուկ, կարմիր քաղցր պղպեղ, այգուս կանաչիները, իսկ վերջում էլ սխտորով թանձրուկ կպատրաստեմ, որ համեմենք մեր ավելուկով ճաշը։ Նշեմ, որ տարբեր մարզերում տարբեր ձևի են պատրաստում ավելուկով ապուրը, ես իմ էջում ներկայացնում եմ իմ տարբերակները, թե ես ոնց եմ պատրաստում։ Իդեպ նշեմ, շատ տեղեր ոսպը չեն օգտագործում։ Հարգելիներս, մեր ավելուկին ես եռացրած ջուր ավելացրեցի և դա անելու եմ մի քանի անգամ, թողելու եմ ինքը մի քանի րոպե թրմվի և այդ ջուրը թափելու եմ, կրկին նորից եռացրած ջուր եմ ավելացնելու և նշեմ, սա անում եմ, որ իր դառնությունը դուրս տա։ Ահա, մի որոշ ժամանակ անց ես ջուրը թափեցի, հոսող ջրի տակ շատ լավ օղողեցի և կրկին անգամ եռացրած ջուր կավելացնեմ։ Ահա, հարգելիներս, վերջի անգամ էլ կթողենք այսպես կթրմվի, իրան լավ կլվանա, իսկ այս ընթացքում մենք կպատրաստենք մեր սոխառածը։ Հարգելիներս, մեր ավելուկի տերևները ուղղակի շողշողում են։ Հավելեմ նաև, որ մեր հայոց լեռնաշխարհը ունի շատ հարուստ և գեղեցիկ բուսական աշխարհ։ Հարգելիներս, երբ որ մեր ալյուրով թանձրուկը մենք ավելացրեցինք մեր ապուրին, մեր ապուրը պնդացավ, իսկ այդ ժամանակ ես սկսում եմ շատ առատ սառը ջուր ավելացնել և այսպես անընդհատ իրան խառնում եմ, որ ինքը լուծվի և համասեռ մասա դառնա։ Հարգելիներս, բոլոր բաղադրիչները իրար խառնեցինք, մեր ապուրի մեջ ավելացրեցինք և մնում է մի փոքր սառը ջուր ավելացնեմ և արդեն թողեմ ինքը եփվի։ Կավելացնեմ նաև մեկ ճաշի կթալ աղ և ընթացքում, եթե պետք լինի, կրկին կավելացնեմ։ Հարգելիներս, մեր ավելուկով ապուրը գրեթե արդեն պատրաստ է։ Տեսեք ինչ ախորժաբեր տեսք ունի։ Մեր ամբողջ խոհանոցում տարածվել է հրաշք այս ապուրի բուրմունքը։ Ես ձեզ ներկայացրեցի իմ տարբերակը, թե ես ինչպես եմ սիրում պատրաստեմ, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Ահա, հարգելիներս, սխտորը քերիչով անցկացրեցի և մի փոքր էլ ավելացրեցի մեր ապուրի ջուրը և արդեն համտեսելուց մենք այս ջուրը կավելացնենք մեր ավելուկով ապուրի մեջ։ Ասեմ, դուք կարող եք նաև մածունը սխտորով ավելացնեք ձեր ապուրի մեջ կամ թթվասերը սխտորով, նայած ոնց ձեզ դուր կգա։
Հարգելիներս, մեր ավելուկով ապուրը արդեն պատրաստ է։ Ես այսպես գեղեցիկ կավե ամանով մատուցեցի։ Այսպես կավելացնեմ մի փոքր կանաչիներ, թարմություն հաղորդեմ մեր ապուրին, կավելացնենք մեր սխտորով թանձրուկը և մեզ ասենք բարի ախորժակ, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։